Հունվարի 24-ը նշվում է որպես կրթության միջազգային օր։ Այն 2018 թվականին հռչակել է Միավորված ազգերի կազմակերպությունը ընդգծելու կրթության դերը խաղաղության, համերաշխության եւ կայուն զարգացման գործում։ Կրթությունը պետության ուժն է, բայց այդ ուժը պետք է շարունակապար զարգացնել, նշում է Կրթությունն այսօր ոդկասթի հեղինակ եւ կրթության փորձագետ Անի Քոչարյանը։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ շատ արագ զարգանում են տեխնոլոգիաները, զարգանում է գիտությունը եւ դրան զուգահեռ մենք պետք է կարողանանք նաեւ միշտ զարգերակին պահել կրթության ապահովումը ու կրթության բարեփոխումները։ Փորձագետի խոսքով վերջին տարիներին կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները տեսանելի են դարձել նաեւ մարզերում, դպրոցների վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրերի միջոցով։ Որակյալ կրթություն ստանալու համար մեզ նաեւ անհրաժեշտ են որակյալ շենք շինությունների պայմանները։ Դա սկսած արտաքին հարդարումից, գունային գամայի ճիշտ ընտրությունից, լաբորատոր սարքերի հագեցվածությամբ եւ նաեւ դասասենյակների հարմարեցվածությամբ։ Սակայն կրթական փոփոխությունները նրա դիտարկմամբ չպետք է սահմանափակվեն միայն միջավայրով։ Դրանք պետք է անդրադառնան նաեւ բովանդակությանը եւ հմտություններին։ Օրինակ, եթե ուսուցիչների պարագայում կամավոր ատեստավորման գործընթացը արդեն տալիս է իր արդյունքները, ապա աշակերտների դեպքում դասագրքերում նյութի մատչելիությունը դեռևս մնում է խնդիր։ Դասագրքերը պարբերաբար թարմացվում են, փոխվում են հեղինակներ, փոխվում են գրքերի բովանդակությունը, սակայն ես անձամբ եւ որպես կրթության փորձագետ եւ որպես ծնող կուզենայի դասագրքերը տեսնել ավելի թեթևացված տարբերակով։ Մեր դասագրքերը այսօր շատ խիստ ակադեմիական են եւ երբեմն հատկապես պատմողական առարկաները երբ կարդում ես, դու շփոթվում ես, որովհետեւ տարիքային առանձնահատկությունները այսպես բերելով եւ նաեւ դուք գիտեք այսօր ամեն ինչ ինչքան արագ է եւ եթե երեխան նույն նյութը կարող է գտնել օրինակ YouTube-ում եւ նայել, որը ոչ միշտ է տալիս հավաստի տեղեկատվություն եւ միաժամանակ մենք թերթում ենք դասագիրքը եւ տեսնում ենք, որ օրինակ աշխարհագրության կոնկրետ մի դասը 2-ից 3 էջ է։ Բնականաբար երեխան այդքանը այսօրվա երեխան այդքանը շատ մեծ բարդությամբ է կարողանում կարդալ, հասկանալ ու մտապահել։ Թվային դարաշրջանում կրթության անբաժանելի բաղադրիչ եւ կրթության մարտահրավեր է դարձել նաեւ մեդիա եւ թվային գրագիտությունը։ Վերջին տարիներին շատ ակտիվ յուրաքանչյուր նոյեմբերի առաջին շաբաթը դուք գիտեք անցկացվում է մեդիա գրագիտության շաբաթ եւ այս մեկ մեդիա գրագիտության մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցները այցելություններ են ունենում տարբեր հեռուստատեսություններ, տարբեր կայքերից հրավիրվում են փորձագետ մասնագետներ եւ զրուցում են կարևորագույն իրադարձությունների եւ փոփոխությունների մասին, որոնք մեդիա դաշտում տեղի են ունենում։ Սա լիովին հնարավորություն է տալիս մոտիվացիայի նոր ալիք ստանալու դեպի կրթությունը, որովհետեւ կրթվելու նոր տեխնիկա է կիրառվում, նոր մոդելներ, որը միջազգային մոդելների մասին է խոսքը, եւ այս ամենը այո մոտիվացնում է աշակերտներին անգամ դպրոցից դուրս չմոռանալ կրթվելու մասին։ Տեխնոկրթական ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Հրաց Սահակյանի խոսքով վերջին տարիներին ոչ ֆորմալ կրթությունը ավելի սահուն է մոտ գործում դպրոցներ, նպաստելով թվային կրթության ուղղությամբ երեխաների հետաքրքրվածության եւ մասնակցության աճին։ Շատ ողջունելի է, որ ոչ ֆորմալ կրթությունը սահուն կերպով մուտք է գործում նաեւ հանրակրթական դպրոցներ եւ վերջերս այդ առաջարկը շատ մեծ է, որովհետեւ որպես այդպեսին ոչ ֆորմալ կրթությունը նախկինում այսքան ուշադրության եւ խոշորացույցի տակ չի եղել։ Այն կարևոր է ինչպես երեխաների, այնպես էլ վերջիններից ծնողների համար։ Շատ ավելի թիրախավորված են այդ թվային ոչ կիրթ լինելու մեջ, որովհետև մենք տեսնում ենք թվային անկրագիտության պատճառով զոհ են դառնում կիբերհանցագործությունների, օրինակ բանկային անվտանգության գաղտնիքներն են խախտվում, այս դեպքում մարդիկ սոցիալական ցանցերով տեսնելով թվացial հաճակերտավոր ակցիաներ, որոնք իրականացվում են մեր կողմից այդ բային ճանաչում ունեցող եւ վստահություն շահած կառույցների, խանութների եւ այլ կառույցների անունների տակ, բայց առանց հետազոտելու թե դա որքան է իրականությանը մոտ, միանգամից տալիս են տվյալները ու կորցնում ֆինանս, ժամանակ, երբեմն նաեւ բախվում հոգեբանական շատ խնդիրների։ Այս տարի կրթության միջազգային օրը նշվում է երիտասարդության ուժը համաստեղծելով կրթությունը խորագիրը։ Այն խորհրդանշում է երիտասարդների կարևոր դերակատարությունը կրթության ոլորտի զարգացման եւ կրթական քաղաքականությունների ձևավորման գործում, նշել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր ուղերձում։ Նախարարը կարևորել է երիտասարդների դերակատարությունը կրթության ոլորտի զարգացման եւ կրթական քաղաքականությունների ձևավորման գործում եւ նույն ժամանակ ընդգծել կրթության ոլորտում ընթացող գլոբալ վերափոխումները, մասնավորապես թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կիրառումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։